Բարև ձեզ։ Ուրախ տրամադրությամբ սկսում ենք Ամստերդամի վլոգը։ Երևի ես պետք է միշտ առավոտներս սկսեմ լատինոյով։ Ես գնում եմ Ամստերդամ և հիմա չհամադանից եմ դասավորում, այս իմ աուտֆիթն է։ Ու մտածում եմ այսքանը ոնց եմ տեղավորելու հիմա չհամադանից մեջ։ Լավ։ Պետք է տեղավորել շորերը։ Միսիան այս չամադանը փակելն է։ Wow. Pistachio is Oof. Thanks. Ես պատրաստ եմ գնում եմ Ամստերդամ։ Գնում եմ Ամստերդամ, լանչ անեմ երեխեքի հետ գործի տեղի ու գնամ Airbnb check-in լինեմ ու գնանք թանգարան։ Գնացինք։ Select one, and then you pay, and then open the little box. And the Dutch stuff, it's the cassoufflé, it's cheese inside, melted cheese. This is famous one, or the fricadelle, or the most famous one is the croquette. Okay, thanks. Մենք հասել ենք Ամստերդամ ու գնում ենք լանչ անելու։ Իտալական ինչ-որ ռեստորան ենք գտել, այնտեղ ենք գնում, ես ու Դերկան։ Որոշեցինք ռամեն ուտենք։ Մենք շատ համով ռամեն կերանք, մոռացա ցույց տամ, հենց այստեղ նկար նայեք։ Ու հիմա ես գնում եմ Airbnb մետրոյով ու առաջին բանը, որ ուզում եմ ասել Ամստերդամի մասին, բոլորը այնքան հաճելի են, այնքան սենց ժպտեր ես, սենց մի հատ հարց ես տալիս, պատրաստ ակամ օգնեն, սա տպավորությունը շատ դրական է, դեռևս մենակ դրական էներգիա եմ ստացել մարդկանցից։ Ես գնում եմ այն hostjeswerk. Uitstappen rechterzijde, overstappen op meet. Մետրոն ինչ մաքուր է։ Կներեք Փարիզից հետո սենց բան չէի տեսել։ Ինչ լայն է ամեն ինչ բան է։ Բավականին մեծ տարածք է քայլելու համար Փարիզի մետրոյում կարող է սենց չկարենաս 2 քայլ անես։ Ոյ, սխալ տեղ նստեցի։ Այս Airbnb-ն է։ Այս երկրորդ հարկը։ Իրանքի առաջին հարկում են ուտվում։ This is my card. All right. Where are you coming from? Paris. You're from France? Yes. Oh, lately we have lots of guests from France. Really? Is it a holiday time in France? I was in a work business trip, so RC. yeah. I don't know because recently we have a lot. Okay. Yeah. So please change the sleeper. You only stay here for one night, right? Yes. Tomorrow I'm leaving. You're too short. Yeah. Can you put the Okay. shoes like other guys? Yes, sure. I will just. Your name is Lily. Yes, Lilik. Lily, I will do is I will show you how half circle, another half circle anti-clockwise until you see there's a little bit gap here. Did you see? Yes. Because next position is a big one. Okay. So you don't need a big one. You only need small one, okay? Yeah. Then you pull out the key. Okay.
Երեխեքի 7 ժամ ցույց էր տալի, ոնց պետքա դուր բացեմ, արդեն գլուխս գնաց։ Արդեն ասացի, որ վրազամ խնդրում եմ արվացրել։ Հիմա պետքա պրոստը շուտ փոխեմ, շալվար հագնեմ, որովհետև ցուրտ է ու ես ուզում եմ երկար մնամ։ Հեսա մի հատ արագ ռումտուր անեմ, քանի լույս է ու վազենք թանգարան։ Այս սենյակն է, հասարակ, ոչ մի հետաքրքիր բան։ Եղանակը հրաշալի է։ Գնում եմ Fabrique des Lumières Ռեմբրանդտի և Վան Գոգի ցուցադրությունը նայելու։ Հետո ուզում եմ գնամ մի քիչ կանալների մոտ ֆրֆռալու։ Երևի այն բանը կուզեմ իրանց հայտնի ֆրիերը կուզեմ փորձեմ։ Էլ չգիտեմ այսօր ինչ կարելի է անել, որտեղ արդեն ուշ է։ Երևի պրոստը քաղաքով ման գալ ու տենց։ Եկեք տնանք պլաններում ինչ կփոփոխվի։ Գնում եմ մետրո։ Օրեխակ գիզեր ես կլուրջ եմ ասում։ Մի բան է, խոսքրի ոնց կարելի է բացատրել մարդուն, դուռը ոնց է պետք բացել փակել։ Ամենասովորական դուռը։ Եթե դուք իմ վլոգերը նայում եք, ուրեմն դուք գիտեք, որ ես աշխարհի ամենաանհաջողակ մարդն եմ, որովհետև եթե ես ուզում եմ գնամ ինչ-որ հստակ մի հատ թանգարան, ես երբեք այդ թանգարան չեմ հասնում, որովհետև փակ է։ Այսօր փակ չէր, բայց բրծել է արդեն։ Դե արի ու մտածի ինչ արա։ Ես թափված եմ։ Վերջապես վերցրեցի տոմսը 19.90 քանի եվրո էր։ Հիմա կպրոտրամ տեսնեմ ինչ կոստա։ Անկեղծ ինքան մարդ կա, կարող ես ուշքս գնա։ Վայ, մեկի բոթասները։ Տակաշի Մուրակամի Լուի Վիտոնի հետի պրինտերն է, որ ինքը արել է։ Այս այգին է, հեսա քիչնենք այգի։ Հրշեցի աուդիո վերցնեմ, ու եկեք աուդիով նայենք ինչ կա։ Ամենաշատը Ռոբի Ուիլյամսի exhibition-ը հավանեցի, ճիշտ է ընդհանրապես մի քանի բաներ, բայց համ որ լսում էի ու համ էլ նայում, կարդում, համ գույները, ամեն ինչ
այնքան սենց մոտիկ թված ինձ, որովհետև ինքը ինչ-որ anxiety հետ կապված, սենց mental health-ի հետ կապված արդ էր ստեղծել, ասում է, որ այնքան հեշտ է, երբ որ խոսում ես քո վատ կողմերի մասին, բայց չգիտես որտեղից սկսես, երբ հերթը հասնում է լավ բաների մասին խոսելուց ինքդ քո մասին։ Ինչ հայանի։ Հիմա ուզում եմ տեսնեմ կգտնեմ ինչ-որ հետաքրքիր հուշանվեր է Ռոբի Ուիլյամսից հեղեսակ տա։ Just off to have a nervous breakdown. Does anybody want anything? Give your anxiety a name. This is Blanche. Փորձեցի ֆինանսապես responsible գտնվել եւ 35 եվրո չծախսել դրա վրա ու վերցրեցի մենակ կարտոճկաները։ Բայց արդարության համար ասեմ, որ սաղ գիրքը թերթեցի մինչև վերջ, որ հավեսս հանեմ։ Այս էլ այգին է։ Մարդկանց հերթն է Թանգոգի թանգարան, որը ես իհարկե չեմ կանգնում։ Կանեփի հոտը այնքան ուժեղ է, որ քայլելուց գլուխս արդեն պտտվում է։ Ինչ-որ տարածքներով այնքան ուժեղ է այդ հոտը գալիս։ Հիմօրինակ հիմա։ Բոլորը, ես ասում խենց սաղ ժպտում, որտեղ բոլորը ծխած են։ Բոլորը չէ, բայց մարդիկ չեմ։ Սենց է։ Եկել եմ իրանց են հայտնի ֆրի տեղը, խնդրում եմ հերթը։ Հերթը արագ առաջ գնում։ Յոթու կես եվրո էր։ Վերցրել եմ, եկել եմ նստել եմ ստեղ, ես ուզել եմ կեչուպ, մայոնեզ ու պարմեզան, գնանք ոնց է։ Ստացս տեղից եկան հանին, ասին, oh, can you please go and eat it somewhere else, blah blah blah. Where? Ճիշտը որ ասեմ տուն եմ ուզում ու Տոմսեի նայում հետ գնալու համար, բայց քանի որ ստեղ King's Day-ն է, տոմս չկար։ Ուզում եմ ես վերցնում։ Ես եկա նստեցի ինչ-որ բար
ու ուզում եմ մի քիչ սկեչ անեմ։ Չեմ հիշում, ասել էի, որ սկեչ եմ սկսել անել, սովորել, անել ու ուզում եմ մի քիչ նստեմ սենց։ Ու այս կարտոչկան, որ առել էի, ուզում եմ հետևը ինքս ինձ նամակ գրեմ Ամստերդամից, ինչ էմոցիաներ ունեմ, ինչ եմ այս պահին զգում, որ հետո ինչ-որ ժամանակ հետո կարդամ ու հիշեմ։ Yeah, sure. Okay. Ես սկսեցի ահավոր մրսել ու չգիտեմ ինչ անեմ, չգիտեմ որ գնամ, ինչով զբաղվեմ, ցուրտ է, եկա H&M, այն հույսով, որ ինչ-որ մի հատ տրիկո կգտնեմ, կամ ռետուս, կամ շարֆ, կամ ինչ-որ մի բան, ահավոր է, ցուրտը։ Բավականին սիրուն է, զարմացա դաժե որ բաց է։ H&M-ի pre-owned collection-ից ինչ-որ սենց սիրուն բլուզկա գտա ու ջինս եկեք տնամ ոնց է նստում։ Հա, մեկ է Ralph Lauren-ի այս շորը էլի pre-owned collection-ից, որ դուրս եկավ։ Let's see։ Այս շորը շատ եմ հավանում, շատ սիրուն է, բայց ոչ միտեղ չունեմ իրան հագնել գնալու։ 100% շոկ է։ Вообще, ոչ մի տեղ չեմ գնում, որ հագնեմ, ճիշտը որ ասեմ։ Ինչ-որ սիրուն ռեստորանում դեյթի գնայի, բայց այս բլուզկան շատ հավանեցի, մեկ է այս ջինսը, բայց մոռացա նկարեմ ճիշտ ասած։ Որ հագա դրա համար կտեսնենք վաղը։ Այս առևտուր արեցի, դուրս եկա, հիմա կգնամ Starbucks ու կհագնեմ ջինսը, որ կարողանամ այդ անտեր Red Light District-ը գնամ, որ ասեմ, որ ամեն ինչ տեսել եմ ստեղ, ոչ մի բան բաց չեմ թողել։ Քաղաքը սիրուն է, բավականին մանավանդ այս ժամին, տեսակ մայրամուտային, վայ Starbucks։ Hi. Hello. Can I take hot chocolate, please? Which size? Whole? Yes. Lilik. Five cards. Starbucks-ի զուգարանում փոխվեցի, որ տաք լինի։ Կանաբիսի թանգարան եմ մտնում։ Ուզում եմ հասկանամ չուպա-չուպսները կանաբիսով են։ Եկեք փորձենք տենանք այս ինչը։ Okay. Ոչ մի բան։ Սովորական չուպա-չուպսա։ Խոտի համա մեկ է գալի վրայից, բանի հետ խառնած, ելակի,
Ոչ մի հետաքրքիր բան։ 2 եվրո արժեր։ Բացարձակ ոչ մի հետաքրքիր բան չկա։ Աղջի հեսեն, աղջի հեսեն, սրանց հետ էին, հա, փաստորեն։ Հələ նայեք, հես չբրթեն գցեն ինձ բանը։ Հենա նայեք, տենում եք, հենա զգուշ ցույց եմ տալի, չկան ինձ սպանեն ըստե։ Տեսակ։ Տեսակ։ Չես լրիվ գեղցի եմ, աստված եմ։ Խեն կանչում, աղջի, աստված, մեղո, աղջի ջան, ის ինչ թոզա բիզնեսը։ Խեն ինձ ձեռով անում, չոր ռենդոմ տղեկ։ Ես վիտրինայից էս կում եմ։ Երեխեք, Եվ շոկ է։ Ես լրիվ ինձ գեղցի եմ զգում, անկեղծ եմ ասում։ Ամաչում եմ նայեմ դաժը։ Ti morali? Trainer ուշագալու ոնց որ թե քայլում եմ տուն ու մի տեսակ վախենալու է թվում, ինչի ասենց վախենալու թվում, տանտիրոջը հարցրեցի, որ կողմով կամ որ ապահով գտնի, ասաց մետրոյի ուղիղ հատվածով քայլի, որ բան է, լուսավոր տարածքում լինես։ Չգիտեմ, Փարիզում ես ինձ ահավոր ապահով եմ զգում։ Ուր է լինեմ։ Երևի այդ որ գիտեմ ուր եմ, ինչ եմ անում, որ պահին որտեղ կարամ գնամ։ Երևի երեխեք, որ իմանաք ինչքան է խելքս տարե։ Էսի չկա։ Ու ես սենց խոսում եմ միկրոֆոնով։ Մեծ բանալին։ Վերջ, ես տանն եմ ու ուզում եմ ուղղակի պարկեմ հեռախոսի մեջ բզբզամ, քնեմ ու առավոտյան արթնանամ։ Ես պարկեցի քնելու ու ստեղ guest book գտա 2023 թվականից։ Ես պատրաստվում եմ տանից դուրս գալ, իրերս կտանեմ Central Station ու այնտեղ բան կա, locker կա չամադան բան դնելու, կթողեմ այնտեղ, մինչև ժամը 6:10 գնաց 20 ու կգնամ տուն, վերջապես կվերադառնամ տուն, բայց մինչև այդ կգնանք Նախաճաշի, հետո տեղում կհասկանամ
թանգարաններից, որը արժի գնալ։ Երևի երեկվա նման ինչ-որ միտեղ տենց հավես նստեմ, ինչ-որ մի բան անեմ, ինչ-որ coffee shop կուզենայի, ճիշտն ասած գնայի, որտեղ ասում են իրանց coffee shop-երը շատ լավն է։ Մեծ կարելի է նայել։ Զոն պրշտամ։ Ինձ 3 աշխատանքային օր է պետք է պրշտամու համար։ Ես դուրս եկա, check-out եղա ու ինչ-որ ստիկեր նվեր վերցրեցի, որ ասում է good luck։ I will need this։ Կարծեմ ոչ ասել էի, ոչ ցույց էի տվել, որ 24 ժամյա թիքետ եմ առել ու 10 եվրո էր 24 ժամը։ Կարծեմ իմ հիշելով Փարիզում սենց բան չկա։ Նայեք։ Sí, hasta Waterloo. Next Central Station. Kropivska. Մտել եմ TikTok ու նայել եմ, ուր կարելի է գնալ, ինչ կարելի է անել Ամստերդամում։ Ինչ-որ փորձում եմ հետաքրքիր ու ինձ համապատասխան բաներ գտնեմ։ Մի հատ ինչ-որ բան էի գտել ու չեմ հիշում, այդ perfume museum էր, ինչ-որ design museum էր ու չեմ կարում այդ ոչ մի ձև գտնեմ, կորցրել եմ, save-ել էի արել ու չեմ գտնում ոչ մի ձև։ Չամադանս թողեցի ստեղ Central Station-ի մոտ է։ Հիմա գնում եմ brunch-ի։ Ինչ-որ շակշուկա ուտելու։ TikTok-ով ասեցին, որ բավականին լավ տեղ է։ 9 եվրո վճարեցի 24 ժամ պահելու համար, այդքան, բայց ես իհարկե այդքան չեմ պահելու, բայց ուրիշ եղանակ չկար, ուրիշ option էլ չկար։ Ստների դիզայնը շատ կինոշնի է, այս հատվածները, սենց պրям փոքր ժամանակ, որ տուն էինք նկարում, ինձ թվում է այս սենց էինք նկարում, այս դիզայնով։ Ու ես միշտ մտածում էի, տենաս որտեղ են տենց տները, ստեղ փաստորեն, հələ կրեշները։ Մի հատ աղջիկա խնդրեցի ինձ սրանով նկարի ստեղ ու այն պահին, որ հարցնում էր ոնց նկարի, նկարեց ու դուրս եկավ նկարը ու այդ վերջին կադրն էր։ Ցելավի։ Ինչ արած։ Այս հատվածը ինչ սիրուն է։ Այս էլ նկարը, որտեղ ես ասում եմ, թե ոնց պետք է նկարի։ Եղ։ Եկա այստեղ։ Դեռ սպասում եմ։ Նստելու տեղ կա, բայց չգիտեմ ինչի չեն մոտենում, ներս կանչեն։ Բավականին մոտնի փողոց է։ Վերջապես նստեցի, լանչի մենյու են տվել։ Երեխեք ես գեղցի եմ, մի հատ խնդրում եմ, էլի ինձ թվում էր էսա ու էս, ասա պետք էր բացել։ Բավականին արագ բերեցի,
Հարաբաց մեջին բանի չեն То, что мне мачо, было как-то снегу. Ես կերա, դուրս եկա, ուտելիքի 70%-ը իհարկե մնաց թավայի մեջ, 16.5 եվրո էր հաշիվը։ Հիմա ուզում եմ տենամ այդ ֆոտոբուսը որտեղ է։ Ֆոտոբուսը այս նեղ փողոցում է, բայց նույն ցույց տամ սիրուն բանա գրախանութը։ Այսա։ Ես ուզում եմ հերթ կանգնելուց, բայց լավ է, որ շատ չի, մեծ չի հերթը։ Կամերան միացրեցի, երբ որ արդեն նկարվեցի բրծը։ 5 րոպե է նկարին սպասելը։ Եկա նստեցի։ Սա ոչ մեկ չի բրթելու ինձ գցի, բայց մտածում էի ստեղ ապրելու հետ կապված ինչ-որ տենց անալիզ էի անում, որովհետև հիմա եթե ես պետքա նստեմ ու սկսեմ մտածել, թե ինչ եմ անելու, երբ որ ավարտեմ, մնալու եմ Փարիզում, արդյոք, թե ուզում եմ հնարավորություն գտնեմ նաև ստեղ տեղափոխվելու, որտեղ Nike գլխամասը ստեղ է ու վստահ չեմ, որտեղ հիմա օքեյ գարուն է, եղանակը հաճելի է, տենց պուպուշ է, ուզում եմ ստեղ ապրելու այդ բանը հավես է տալիս էլի ստեղ ապրելը, բայց հասկանում եմ, որ եղանակային պայմանները, առօրյա կյանքը միշտ չի, որ տենց նույն ձև է լինելու էլի, չգիտեմ, դա չգիտեմ, ուղղակի հասկանում եմ Փարիզում ինչքան դժվար է կյանքը, ինչքան սենց գնում է, այնքան ավելի բարդանում է, թե ֆինանսական տեսանկյունից, ապագայի համար էլ թեկուզ, թե ամենատարական տուն գտնելու, չգիտեմ, սենց ամեն ինչը too much complicated է, իսկ ստեղ, ինչքանով որ մարդիկ են պատմում, ովքեր որ տեղափոխվել են հենց ստեղ, ավելի հեշտ է ամեն ինչ, բայց դե երբ ենք մենք հեշտ բանի հետևից գնացել կասեք, բայց հավես է մի տեսակ ինչ-որ սենց հետաքրքիր զգացողություններ է քաղաքը տալիս։ Մեկ ես ինչ-որ բաներ էի անում, որոնք որ միշտ ուզում էի Փարիզում անեի ու չէի անում։ Չգիտեմ, օրինակ գնալ Սենայի ափին մենակով նստել, ինչի չեմ անում։ Ստուպը չեմ անում, կամ գնալ ինչ-որ բարում նստել մենակով կամ շաբաթ դուրս գալ ու գնալ բրանչի։ Ուրիշ հայացքով սկսեցի նայել մենակ ապրելու։ Ավելի քիչ տխուր հետևի։ Եվան հարցնում է, Եվա, ստեղ կարամ պատասխանեմ, ես հարցնես, խիչ ես նկարում, ով նկարի կասես, Եվս, չեմ կարում նկարվեմ, ոնց նկարվեմ, Եվային բողոքում էի, որ չեմ նկարվում, ասում է, խիչ ես նկարվում, որտեղ նկարող չկա։ Բանով էլ պուլտն է մոռացել եմ շտատիվի, շտատիվն է մոռացել եմ լոքերի մեջ, դրա համար այս վլոգը կվայելեք, ոչինչ նկար չկա։ Գնանք, ես արդեն ինչքան ժամ է, 30 րոպե այստեղ նստած եմ, անշարժ, եկեք գնանք, մաչա վերցնենք, 7 house-ը նայենք,
Պետք է ինչ-որ մի հատ թանգարան մտնենք ու հելնենք։ Bye, time to be real. Ստեղ ինչ-որ վինտաժ շորերի խանութ է, փողոցում տարբեր կան, ինչ-որ մեծ է, եկեք մտնենք նրանք ինչ կա։ Կարծես թե հասնում եմ, ինչ-որ բողոքորնի երկար տվեց։ Երեխեք, ստեղ նենց կեղտոտ է Սիբիլների մոտ։ Ես մտածում էի, ստեղ շատ մաքուր է, բայց նկատեցի, որ կեղտոտ է։ Սա սկամ էր երեխեք, որովհետև ինձ թվում էր, որ այդ տները երկրների ինչ-որ ստիլիստիկա են կրում, բայց չէ, իրանք պարզապես երկրների անուններն է վրան գրած։ Չգիտեմ պատմությունը, որն է դրա հետևում, հեսա կնայեմ, բայց սա սկամ էր։ Սա Իտալիան է, սա Իսպանիան է, okay, սա Ֆրանսիան է, մի րոպե, ընդեղ է գրած, Ֆրանկրիխ, էս էլ Գերմանիան է, դաշտորսոր, girls, this was a scam, okay, let's go. Someone was going to go let's see. Now I can knock my children's. Archapan art supplies խանութ եմ տեսել ու մտածում եմ միգուցե կարելի է մտնել ու sketching-ի համար ինչ-որ բաներ նայել։ Ունեմ sketchbook, բայց 3 եվրո է ու ինչու ոչ։ Okay, can you show me, please? Red, some shadows, easy. Something like that from this down Okay. to learn the... Yeah, I would like to pay by card, please. Երկու հատ մատիտ վերցրի ունեմ, բայց տենց իրականում հեմայից էի արել, ու այդքան էլ ավե չէր, բայ ռետին մոռացա ու սրիչ հետ գնացինք, վերցրեցի սրիչ ու ռետին ու բավականին էժան է ստեղ ամեն ինչը, երևի մասնագիտացված խանութ էր դրա համար չգիտեմ, բայց ասենք Փարիզում նախ չեմ աչքովս չի ընկել տենց խանութ, հեմայից էի առել ու բավականին թանկ էր, ոչ մասնագիտացված խանութի համար ճիշտ է ասեմ։ Iced strawberry matcha, coconut milk. Մտա Դուգլասից բալում խնդրեցի, քսեցի, որ ցավը մի քիչ անցնի։
strawberry matcha, Ellie in մականունն է, ես էի տենց հորինեմ։ Քայլում էի ու ինչ-որ մարկետ տեսա, եկեք գտնանք ինչ կա։ Որոշեցի սենց սուվինիրներ վերցնեմ Էլենին ու Լիլիին։ Ստեղ կարտոչկաներ կա 60 ցենտ, որոշեցի վերցնեմ մի քանի հատ։ This two is the same color, then I can close it and then... Երեխայք, չգիտեմ դուք ոնց, բայց ինձ սիրած activity-ին փող ծախսելն է։ Շատ դժվար է, երբ որ համատեղում ես բյուջեիդ հետ ու հասկանում ես, որ you still need to work a lot։ Ես ինքս ինձ պահելու համար չեմ ձգում։ Իմ հաճույքները բավարարելու համար չեմ ձգում։ Ստեղ արդեն ոնց որ ուտելիքներ են։ Hi. I would like yellow tulips, please. Yellow, I'm yeah. gonna pay by card. Yeah, okay. Thank you, bye. Ուզում եմ հասկանամ ոնց եմ էսի վաբշե տանելու երեխեք։ Բայց ինչ կարևոր է, իմ պլաններում կար, երբ որ գալ Հոլանդիա, անպայման ինձ ծաղիկներ առնեմ, կակաչներ։ Ուզում եմ ինչ-որ հարմար տեղ գտնեմ, նստեմ մի քիչ խոսանք, մինչև տուն գնալս, բայց 40 րոպե է աստեղից ոտքով քայլել դեպի Central Station, so կարամ գնամ, ընդեղ նստեմ խոսանք, կարամ ստեղ նստեմ խոսանք, լավ եկեք ստեղ նստեմ։ Որոշեցի ավարտեմ այսքանով իմ այսօրվա ամստերդամյան վլոգը ու որոշեցի մի քանի բանով կիսվեմ մտքերով։ Առաջինը այնա, որ ես հիշեցի իմ 2023 թվականի aspiration-ը ու ինչի մասին էի երազում, ու այն որ 3 տարի անց ես այդ երազանքը ապրում եմ իմ կամքից կոպիտ ասած անկախ, ոնց որ այդ իմ ցանած սերմի արդյունքն է միանշանակ, թե ես հիմա ուր եմ, ինչ եմ անում, ոնց եմ ապրում, բայց այս պահին ոնց որ ես այդքան էլ չեմ գիտակցում, բայց պահի տակ կարող է ինչ-որ սենց մի հատ ճտա, ինչ-որ մի հատ բան հիշեմ ու դրանից ելնելով սկսեմ վերլուծել ու ասել օ վաու, ու սենց մտածեմ, բայց մեկը այդ գիտակցված մոտեցումը չկա էլի, թե ես որ կետից որ կետ եմ հասել։ Ու դրա մասին էի ուզում խոսալ, որ ինչքան կարևոր է անընդհատ քեզ հիշացնես ու խոստովանես ու քեզ կոպիտ ասած կրեդիտ տաս այն առումով, որ դու ուր ես, ինչ կետում ես, որտեղ էիր ու հիմա որտեղ ես, ինչքան մեծ ճանապարհ ես անցել, համեմատես մենակ քո ճանապարհը քո հետ, որովհետև հիմա ես հենց կյանքի այս փուլում նստած մտածում եմ, խեմ ես կյանքի այս փուլում, այն դեպքում, երբ որ ես կյանքի այս փուլում հայտնվելու համար 3 տարի առաջ ամեն ինչ կտայի։ Այս գիտակցությունը եկավ, որ նոր քայլում էի ու ծաղիկներ էի ուզում առնել, ծաղիկները տեսա ու հիշեցի, որ հələ այն 2023 թվականին ես բան էի արել, Instagram-ում post էի արել, որտեղ գրել էի, որ ուզում եմ
հոգնել եմ կարիերից լինելուց, աշխատելուց, ինչ-որ բաների հետևից վազելուց, ավելի հանգիստ կյանք եմ ուզում, work-life balance եմ ուզում եմ, որ Jardin Luxembourg-ում իմ համար նստեմ, գիրք կարդամ, գնամ Իտալիա, տիրամիսու ուտեմ, գնամ Ամստերդամ, ծաղիկներ առնեմ իմ համար, կակաչներ առնեմ, հեծանիվ քշեմ, ման գամ, գնամ այստեղ, գնամ այնտեղ, այս ինչ բան անեմ, այն ինչ բան անեմ, ու հիմա ես այդ ամեն ինչը անում եմ, բայց 3 տարի առաջ այդ իմ համար ուղղակի երազանք էր, տիպը ինչ-որ օդ կրակոց ոնց որ լիներ ու մի քիչ անիրական էր, որովհետև ես գտնվում էի Հայաստանում ու ապրում էի ինչ-որ շատ ստանդարտ կյանք իմ համար։ Ու հիմա ապրում եմ Փարիզում, հնարավորություն ունեմ աշխատելու աշխարհի մասշտաբով լավագույն կամփանիներից մեկում, չգիտեմ, ամեն ինչ վրոդի լավ է, կարամ ինքս ինձ թույլ տամ գումար աշխատեմ, գնամ ճամփորդեմ, գնամ ինձ այս առնեմ, այն առնեմ, կարողանամ խնայեմ իմ ապագայի համար, ոնց որ կյանքի այս փուլում ամեն ինչ կա, բայց չկա ինչ-որ մի բան, որը ոնց որ ինչ-որ բաներ կա, ինչ-որ բաներ էլ չկա, ու այդ ինչ-որ բաներ էլ չկան, ավելի շատ ձայն է բարձրացնում, քան այն ինչ որ կա, ու դրա համար անընդհատ դեմոտիվացված եմ ինձ զգում կամ մտածում եմ ես հեսա 29 տարեկան կլինեմ, բայց ինչ որ բաներ կա, որ չունեմ, ինչ որ բաներ կա, կուզենայի ուրիշ ձև լիներ, բայց իրականում ես ապրում եմ այն ինչ որ ես եմ ուզել, հաստացի։ Ու երևի 3 տարի հետո էլ այս վիդեոն կնայեմ ու կմտածեմ, ինչ որ բան է փոխվել։ Տենց շնորհակալ լինելու ու ինքդ քեզ գնահատելու մասին է երևի այս ամեն ինչը ու երկրորդ ինսայթն էլ այն էր, որ Ամստերդամում ինչ որ մի հատ ուրիշ բան բացահայտեցի իմ մասին, որ ես ապրում եմ Փարիզում, աշխարհի լավագույն քաղաքներից մեկում ու ես իմ կյանքը չեմ վայելում, ես ասեցի մաքսիմալ խորացել եմ ու մտել եմ ռուտինայի մեջ ու չեմ հասկանում, թե ոնց են իմ օրերը անցնում, օրինակ ստեղ կարամ գնամ կաֆեում նստեմ, ինչ որ իմ համար ժամանակ անցկացնեմ մենակով, նկարեմ, գնամ Սենայի ափին նստեմ, գնամ թանգարաններ պտտվեմ, ոնց որ այդ ամեն ինչը ես չեմ անում հաճույքով ու գիտակցաբար, որ ես այդ հնարավորությունը ունեմ ու լիքը մարդ այդ հնարավորությունից կուզի օգտվի ու կուզի այսենց պրոստը առանց մտածելու իմ հետ կյանքերով փոխվի, ես ինքս տենց կանեի, եթե ես լինեի ես մի քանի տարի առաջ, տենց ու ոնց որ ավելի ինչ-որ մի հատ ինսայթ եկավ, որ մերսի Ամստերդամին ու իմ այս 2 օրյա travel-ին, որ ես ավելի շատ գնահատեմ իմ սոլո կյանքը ու ինչ-որ ավելի հետաքրքիր ռուտինա ստեղծեմ իմ համար, որ այս ապաթիայից դուրս գամ։ Բայց հասկանում եմ, տեսակ էմոցիոնալ հոգնածություն կամ անընդհատ survival մոդի մեջ եմ, անընդհատ ինչ-որ մի իրադարձությունը վերջանում եմ, եսը սկսում եմ, մի իրադարձություն վերջանում եմ, եսը սկսում եմ, ու դրա համար ես էլ փակվել եմ ինքս իմ մեջ ու չեմ ուզում ոչ մի բան, սենց պրամ ոչ մի բանը հետաքրքիր չի, ամեն ինչ թվում է սենց պրամ սև ու սպիտակ, ավելի ճիշտ սև ու սպիտակ էլ չի թվում, պրամ սերի է ամեն ինչ թվում, այս բլուսկից գույնի, շտայլենի բլուսկի գույնի, տենց երեխեք, ոբշում, խելացի մտքեր ասելը հեշտ է, խելացի ապրելը դժվար, դրա համար եկեք փորձենք խելացի ապրենք, բայց ամեն ինչի սկիզբը այդ հենց միտքն է, որտեվ միտքը ծնում է action-ը, so մտածենք ու գործենք, տենց եկեք գնանք Central Station 40 րոպե ճանապարհ ունենք գնալու, connection չկա, կարելի է բացել լոքերի այս բանը, ստեղով հավաքում ես ու պին կոդը, սերնում իրերը, всё, երեխեք,
Yalla Paris։ Գնացինք։ Իմ գնացքն եկավ։